Ներքին Չարբախում Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը ներկա է եղել վարչապետ Փաշինյանը։ Մարզահամալիրը բաղկացած է լինելու երկու մասնաշենքից՝ 1 ստորգետնյա և 3 վերգետնյա հարկերով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 միլիարդ դրամ է։ Փաշինյանի խոսքով կառավարության այս քաղաքականությունը ուղղված է միջազգային ասպարեզում հաջողություններ արձանագրած մարզիկներին արժևորելուն։ Ես ձեզանից աշխարհի չափ շնորհակալ եմ, պարոն վարչապետ, խոսքերով չեմ կարողանում ասել է բռնցքամարտիկը վարչապետին, ապա սոցցանցի էջում գրել. Իմ ծննդավայր Ներքին Չարբախում տեղի ունեցավ իմ անվան մարզադպրոցի հիմնարկեքը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ նախկինում տրանսպորտի համար չվճարող անձանց վճարելու հաշվին 2 շաբաթվա ընթացքում հավաքվել է մոտ 8 նոր ավտոբուսի գումար։ Որքան էլ մեր նոր մեթոդը որոշակի անհարմարություններ ստեղծում է, այնուամենայնիվ հավաքագրման ու կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է, ասել է քաղաքապետը։ Մոտակա շաբաթների ընթացքում սպասում ենք 45 նոր տրոլեյբուս, նշել է նա, հավելելով, որ 170 նոր ավտոբուսի գնման հայտը պետք է պատրաստել։ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացել է 2021-ի արտահերթ ընտրության արդյունքներով ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունն է։ Facebook-ի ուղիղ եթերում դիմելով ժողովրդին վարչապետը մեջբերում է արել կառավարության 2021-26 թվականների ծրագրից։ Ձեր աջակցությամբ կատարել ենք մեծագույն առաքելությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է, այսպիսով խաղաղության դարաշրջանը բացված է։